Բարի գալուստ Մարսել, հույս ունեմ ես քամին ու աղմուկը չի խանգարում ես, դուք ինձ լավ լսում եք, մենք հիմա մեր նավից իջել ենք, հեսա մեր նավը, մոտ խնդրում եմ նայեք ինչ մեծ է, բայց ես նավի մասին ու ընդհանուր կրույզի մասին ինֆո ունեմ YouTube-ում, այսինքն վլոգ ունեմ դրա հետ կապված, կարող եք դա նայել, իսկ այսօր մենք միասին մի քանի ժամում բացահայտելու ենք Մարսելը։ Ես չգիտեմ մենք ուր ենք գնալու, ինչ ենք անելու, ոչ մի պլաններ չունենք, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ հրաշալի օր ենք ունենալու։ Ուղղակի Մարսելը բացահայտելու համար ենթադրում եմ, որ բավարար կլինի մի քանի ժամը։ Այսպես check-out ենք լինում ու դուրս ենք գալիս նավից, որ գնանք ու բացահայտենք նոր քաղաք։ Սա մեր նավն է։ Եվ ես ամեն անգամ հիանում եմ իր մեծությամբ, որովհետև մեծ մասն էլ չի երևում, սա ընդամենը սկզբի մասն է, պատկերացրեք։ Իսկ սա այն ամբողջ հերթն է, այն մարդկանցով լի, ովքեր կանգնել են, որպեսզի նստեն այս շաթլ բասերը ու գնանք հենց Մարսելի կենտրոն, որովհետև այստեղից մոտ 30 րոպե հեռավորության վրա է Մարսելը։ Այս պորտի հատվածն է բնականաբար, բայց իդեպ տեսարժան վայրերի մեջ պորտն էլ կա, որ անպայման Մարսելի պորտը պետք է տեսնել, եթե գալիս ես Մարսել, որովհետև աշխարհի ամենասիրուն նավահանգիստներից մեկն է։ Ասում են։ Ուրեմն հերթը նայեք։ Այսօր չի հասնում այս հերթ։ Եկանք շաթլ բասերով ու եկանք մեզ բերեցին կաֆեդրալ լա մաժորի մոտ, այդպես է կոչվում։ Հիմա հասկանանք ներս կմտնենք թե ոչ, բայց այստեղ կա նաև շատ հետաքրքիր արձան, ուզում եմ դա ձեզ ցույց տալ։ Նայեք, շատ հետաքրքիր է։ Հիմա վերցրել ենք նաև այդ հոպոն հոպովների են կարմիր ավտոբուսները, գիտեք, ամբողջ Եվրոպայում տարածված դրանց քարտեզը։ Մի հատ նայենք, եթե շատ են հեռու իրարից, գուցե դրանով գնանք, եթե ոչ, տեսարժան վայրերի մասն է խոսքը, իսկ եթե ոչ, արդեն կարող ենք ոտքով շրջել, ինչին որ ավելի կողմնակից եմ, քնել էի ընթացքում ունեցող ունը ստանում։ Տեսարանը նայենք այստեղից, հետո նոր շարժվենք առաջ։ Ծովի տեսարանն է, այն մասում չէ աշտարակ կա հետաքրքիր, բայց այս պահին գնում ենք լա մաժոր։ Այնար Մարսելի գրությունը, որի մեջ իհարկե ֆոտոներ է արվում, ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ դա բավականին ակտուալ էր, նորաձև էր բոլոր քաղաքներում, այդ թվում եւ Երևանում, եւ Գյումրիում հիմա էլ կա, ինչքան հիշում եմ, Երևանում չեմ ֆիքսել, սա էլ տաճարի սկզբնամասն է։ Լա մաժոր տաճարը 19-րդ դարում է կառուցվել ու այդ ժամանակներում այս հատվածը եղել է Մարսելի ամենամեծ, ամենաշքեղ նավահանգիստներից մեկը եւ կա հաստատված լեգենդ, որը պատմում է, որ այն ծովագնացները, ովքեր, գիտեք չէ, ընթացքում նարային եմ նայում, դրա համար չեմ կարողանում կենտրոնանալ, այն ծովագնացները, ովքեր որ եղել են ծովում ու փոթորիկներ են եղել ընթացքում, իրենց ընտանիքի անդամները եկել են, մոմ են վառել տաճարում եւ իրենց ծովագնաց ընտանիքի անդամները բարով վերադարձել են տուն եւ նաեւ կա պատմություն, որ մի անգամ շատ ուժեղ փոթորիկ ա եղել եւ ծովագնացները կորցրել են ճանապարհը, բայց տեսնելով հեռվից գմբեթի լուսավոր կետերը կարողացել են գտնել գալ եւ այդպես ասում եմ, որ sense փրկող ուժ ունի հատկապես ծովագնացների համար, որովհետեւ գտնվում է հենց նավահանգստի մոտ։ Մտնենք ներս ուսումնասիրենք։ Ներսի հատվածում ենք, ներսը նմանատիպ է։ Մարսելի սիրունիկ փողոցներից մեկն է։ Հավեսա, բայց շատ հին տեսք ունի։
Ես իհարկե հույս չունեի, որ լինելու է Փարիզ, բայց ամեն դեպքում մտածում էի, որ ավելի սիրուն ճարտարապետություն կտեսնեմ Մարսելում, ինչպես որ օրինակ Փարիզում։ Ֆրանսիայից ուրիշ քաղաք չեմ գնացել, սա երկրորդ քաղաքն է, մենակ Փարիզում եմ եղել, ու ասել Մարսելը, բայց հույս ունեմ, որ կգնամ նաև Կանն, Նիցե։ Ինչ ես ասում։ Հա, Ֆրանսիան ես։ Նավահանգիստը սիրուն երևում է։ Ու բդդվում են հետ և հին ամրոցիկ։ Բայց հլը հարցրեք ես ինչ ամրոց է, չգիտեմ։ 3, 2, 1, ուշադիր, վաու։ Երևի տիկոյն են ծապ տալիս, նարան ջուրը կցել են և գնացել աբերի։ Ես մարդիկ ծապ։ Երևի պապային են ծապ տալիս, որ գնաց քո ջուրը բերի։ Իմ միջայլոց այս տաճարի անունը Նոտրդամը։ Բայց չգիտեմ, ոնց կարելի է այնտեղ բարձրանալ։ Կամ կհասցնենք, թե չէ, կամ ընդհանրապես ալարում ենք, թե չենք ալարում։ Կարծում արժե նաև գերաններ մտնել տեսարանա, վաու Այս կողմից էլ ծովը Այս կողմից էլ ես Այս մոստիկը գնում է և կպնում է այս ընդհանուր շենքին, որը սենց թափանցիկ է ծակերով է։ Նայեք այս մասից բաց է։ Սա գնում ենք այդ շենքի մեջ ենք մտնում։ Փաստորեն սրճարան է։ Հետո ներքև իջնելու տեղ էլ կա, հեսա գնանք։ Այ սենց տեսնենք այդ կողմում ինչ է։ Նարեի կյանքում ոչինչ չի փոխվել, ինքը էլի կերակրում է, կեր, ու վերջում քշում են։ Ահա։ Հռան։ Քաղաքի այս հատվածը լրիվ ուրիշ է, համ մթնոլորտն է ուրիշ, համ ընդհանուր պատկերն է ուրիշ, աչի վրա պորտն է, ձախի վրա նմանատիպ շենքեր են ու ահա որ շոկ է, չեք պատկերացնի ինչ շոկ է, բայց այս պորտի տեսանը շատ սիրուն է։ Երաժիշտները նվագում են։ Սևուկներ են նվագում են։ Այս հատվածը այս պահին այդքան էլ շատ մարդաշատ չի, բայց ենթադրում եմ, որ գիշերվա ժամերին այստեղ շատ մարդիկ են լինում և շատ
Շատ մարդը շատ է լինում։ Սիրուն աստեղից։ Գիտեք ուր ենք գնում ենք, ոչ թե մտնենք այս շենք, ոչ թե ուրիշ մի տուրիստական կենտրոն մտնենք, այլ գնում ենք, որ մտնենք Sephora, ու ես առնեմ կոսմետիկա, ես պայի համար գժվում եմ ուղղակի ու երկար սպասել եմ այս պահին։ Ինչ ես անում։ Համեղա։ Դե ինչ, այսքան է Մարսելից, շնորհակալություն, որ նայեցի քոլովակը, շնորհակալություն, որ սրտիկեցիք եւ շնորհակալություն, որ բաժանորդագրված եք իմ ալիքին։ Մենք իրականում Մարսելում մնացինք մոտ 3-4 ժամ, դա բնականաբար բավարար չէ քաղաքը լիարժեք բացահայտելու համար, բայց ես ձեզ ցույց տվեցի, թե ինչ կարելի է անել 3-4 ժամում Մարսելում։ Էլի ուղղակի ֆրալի եւ ոչ բանի մասին չմտածել։ Դե ինչ, ձեզ մաղթում եմ հրաշալի օր։ Հաջորդ վլոգը կլինի, ուզում էի ասել կլինի Բարսելոնայից, բայց վախեցա, որովհետև Բարսելոնայում եթե հեռախոսս սենց պահեմ, կարող այլ հեռախոս չունենամ։ Չէ, երևի չի լինի Բարսելոնայից վլոգ։